Մինչ ելույթ ունենալս, քանի որ 3 ամսվանից երբևիցե չի եղել, որ այդ կողք կանգնած լինենք այս բեմում, ձեզ բարեկամաբար մի հատ նամակ, բայց դա մեր մեջ մնա։ Ուրեմն պարոն Կատվալյան, պարոն Մարգարյան, նաև խնդրանքս ձեզ աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածը բացեք, մինչև ելույթի ավարտը եւ գիշերային սմենով աշխատելու ժամանակ առնվազն 30% պիտի այդ մարդը հավելավճար ստանա, կրկնակի անգամ հարցը տվել եմ ձեզ, շատ պարզ եւ ձեզանից լսել եմ պատասխան, որ դրույքաչափ այդքան է եւ ավել գումար հատկացված չի։ Դա օրենքի խախտում է։ Հիմա անդրադառնամ, պարոն Ավինյան, ուրեմն քանի որ դուք օգտվելով վարողի ձեր կարգավիճակից միշտ թույլ եք տվել խոսալ օրակարգից դուրս, ես մի քանի ամիս սպասել եմ, որ այստեղ իրար կողք նայենք եւ ձեր դեմքին նայելով խոսեմ։ Ես ունեցել եմ քաղաքական դիրքորոշում, որ քաղաքական ընդդիմադիրների ոչ մեկի ծնողի հետ կապված հարցին չանդրադառնամ։ Անդրադարձողներն այնպես չի եղել, որ սխալ են եղել, բայց ես ունեցել եմ իմ դիրքորոշումը։ Երբեք չեմ խոսացել ձեր հայրիկի հեղինակավոր խոսքերի վերաբերյալ։ Չեմ խոսացել պարոն Փամբուխչյան, ձեր հայրիկի հետ կապված մի քանի միլիոն դոլար նախկիների սիրած սպայկայի ու այսօրվա սպայկայի չիմացանքելով էր ձեր հետ համագործակցությունը, բայց օրինակ ձեր Լոռոպյանայի կոշիկները շնորհավոր, ծանից կխոսեմ, բայց խնդրում եմ fake չհագնեք երբեք, որովհետև քաղաքի պատիվը կգցեք, անկեղծ ես նվեր կառնեմ, բայց fake չառնեք դուք։ Ես շարունակեմ, ես ունեցել եմ այդ իմ դիրքորոշումը, որ նաև ձեր մյուս գործընկեր ուսակցության ներկայացուցիչ Սահակյան Հայկի հայրը եւ հարևանները Խարբերդում միջադեպ եղավ, երբեք այդ տեսանկարող սարքը նկարված վիդեոն չեմ գցել, չեմ հանրայնացրել, բայց ձեր մոտ դիրքորոշում ա եղել եւ պարոն Ավինյանին շատ հետաքրքիր ա եղել իմ հայրիկի կառուցած հեկի մասին, որ ստեղից խոսել ա։ Պարոն Ավինյան, ձեզ եւ ձեր հաճախորդներին для особо одаренных Դատախազությունը, որը իմ ընտանիքի վրա հարուցել էր ապօրինի ծագում ունեցող գույքի այդ հայտնի գործը, որը ուզում եմ ասեմ, որ դատախազությունը կասեցրել է, որովհետև հիմք չի եղել, իրանք այդ հարուցած գործի շրջանակում հեկի կառուցումը մի կոպեկը ապօրինի չեն դիտարկել, բոլորն օրինական ա եղել։ 10 գործ ուժի մտած դատական վճիռները ապացուցել են, որ այս իշխանության կողմից ենթարկվել է իմ ընտանիքը հետապնդման։ Ընդհանուր բիզնեսի խլելուն, կարող եմ հրապարակայնորեն կանչել, կայացած որոշումներով մյուսով ցույց տալ, բայց բոլորն օրինական ուժի մեջ են ստացել, ես ապացուցել եմ եւ իմ ընտանիքի մաքրությունը։ Շնորհակալություն ձեզ, որ դուք ինձ ուժեղացնում եք, իմ լեզուն ավելի եք երկար սարքում, որովհետեւ այն կեղծ մեղադրանքները, որ դուք հնչեցնում եք իմ կամ իմ ընտանիքի հասցեին, լավ եք անում։ Դուք այդ գծերը խախտում եք եւ այդ գծերի խախտելու համար ես այդ բոլորը ընդունում եմ ի գիտություն։ Ինչ անում եք, լավ եք անում։ Եվ եթե դրանից ավել ինչ որ բան ձեզ հետաքրքիր է, ես բացեմ։ Ուղի եթերով եկեք բոլորը փաստաթղթավորված կներկայացնեմ։ Բոլորը հատիկ առ հատիկ։ Վերադառնամ պարոն Կատվալյան, այդ խնդրին, այդ էլ շատ կարևոր է։ Ասում եք ինչի համար անդիմություն, իշխանություն, լարվածություն եղել։ Հաջորդը նոր մի հատ նոր կինո եմ նայել, տիպիկ բնութագրում այս վիճակը, մյուս այդ վիդեոն կդնեմ, լսեք, էլի։ Պարոն Ավինյան, ուրեմն պարոն Կատվալյան, մենք ինչ ենք ասել, լավ բան ենք ասել։ Ասել ենք այդ 12 մարդուն, որ բերել եք, այդ 12 մարդը հերիք չի, մի քիչ ավելացրեք։ Բայց դուք չեք ընդունում, չեք էլ ուզում ընդդիմադիրներին լսեք։ Եվ վերջում, ի գիտություն բոլորին, Մանուկյան Մեսրոպի կյանքը փոխվել է, երբ որ ինքը ծնվել է ու եղել է Մանուկյան Գևորգի տղեն։ Ոտխոզի սուի պետի տղա եմ ես եղել, ծնվել մեծացել եմ։ Ու իմ պապն էլ եղել է դպրոցի տնօրեն Կամո Արյանը կվկայի։ Եվ այդքան շատ որ հետաքրքրում եք ձեզ ու շատ հետաքրքիր է, ես պարզ եւ թափանցիկ եմ բոլորի առաջ։ Ու նորից կրկնեմ, իմ կյանքը փոխվել է իմ ծնվելու առաջի օրվանից։ Կապ չի ունեցել կոալիցիայի հետ կամ կապ չի ունեցել հեղափոխության հետ։ Շնորհակալություն, բայց պարոն Կատվալյան, ընդդիմության հետ պիտի նաև լսելու ունակություն ունենալ։ Մենք լավ բան ենք ասում, ասում ենք լավ այդ մարդը հիվանդացավ, ինչ անել, ուրիշին կբերենք, մյուսին կբերենք, այտենց չի, եւ այդ հավելավճարի հետ կապված նորից եմ կրկնում։ Ես դիմելու եմ դատախազություն, ձեր խոսքը ստեղել հիմք ընդունելով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Միքայել Խաչատրյան։